Փաշինյան, Ալիև, Թրամփ Վաշինգտոնյան համաձայնություններից կես տարի անց Հայաստանի արտաքին գործերի նախարարը Միացյալ Նահանգներում է թրիփի կենսագործման օրակարգով։ Հարցը Ռուբիո Միրզոյան բանակցության օրակարգում է։ Կտրուկ զարգացումներ չեն լինի, կանխատեսում է քաղաքագետը։ Այս հարցում Վաշինգտոնից զատ կա Մոսկվայի գործոնը, որի հետ դեռ չհստակեցված հարցեր կան։ Ակնհայտորեն Ռուսաստանը չի ցանկանում, որ իր դերակատարումը այդտեղ չլինի։ Առաջին դա իր համար անընդունել է եւ բնականաբար չի կարող լինել, որովհետեւ Հայաստանը Մաքսային միության անդամ է, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այսինքն այնտեղ ԵԱՏՄ սահմաններն են ոչ միայն Հայաստանի։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է Զանգեզուրի միջանցքը կարող է գործարկվել մինչև 2030 թվականը։ Ըստ Ուրալօղլուի ադրբեջանական կողմը շարունակում է աշխատանքը։ Պաշտոնյան ասել է, որ Նախիջևանի կողմում կան որոշ անավարտ աշխատանքներ։ Բաղդասարյանի խոսքով Սյունիքով անցնող ճանապարհի հարցը Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Թուրքիա եռանկյունու դաշտում է։ Այս փուլում բոլոր կողմերից ճնշումն ուժեղացել է, ուստի Վաշինգտոնում պետք է որ ուրվագծվի թրիփի կառուցումն ամռանը սկսվելու է, թե նախագիծը սառեցվելու է։ Հայաստանի դերը այստեղ երկրորդ հականն է եւ Հայաստանի վրա ուղղակի ճնշումներ են գործադրում ճանապարհը ստանալու համար։ Ռուսաստանից էլ պարզ ասում են, եթե դուք պիտի ճնշումների տակ ուրիշին տակ, հենա մենք կվերցնենք այդ նույնպիսի ճնշումներով։ Մյուս կողմում Իրանն է, որի ներսում եւ շուրջը ծայրահեղ լարված դրություն է։ Բաղդասարյանն ասում է, այստեղի զարգացումներն էլ կարող են ազդել թրիփի ճակատագրի վրա։ Ամեն դեպքում պատերազմի ռազմական ներխուժման հավանականությունը չափազանց մեծ է, Իրանի ռազմական հարվածներ հասցնելու հավանականությունը, ցավոք սրտի, որտեղ դա մեզ վրա շատ վատ կարող է ազդել։ Դրանից հետո հասկանալի կլինի, որովհետև ամեն դեպքում տարածաշրջանը փոխվելու է, նույնը չի լինելու։ Ցավոք սրտի Հայաստանը դարձել է թատերաբեմ բախումների, առայժմ միայն հիբրիդային պատերազմի օջախ է դարձել, տարածք է դարձել, հիմա էլ կա հավանականություն, որ կարող է թեժ պատերազմների օջախ դառնալ, որտեղ տեսնում ենք բոլոր կողմերից մեզ սպառնում է Ռուսաստանն է սպառնում, Ադրբեջանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները։ Այս ֆոնին իշխանությունը պնդում է խաղաղությունն իրենց ամենամեծ ձեռքբերումն է, որպես փաստ ներկայացնում են սահմանին կրակոցների բացակայությունը։ Խաղաղություն կլինի, երբ պայմանագիրը ստորագրվի, համոզված է վերլուծաբանը։ Հակառակ դեպքում սահմանի հանգստությունը ուղղակի հրադադար է կոչվում։ Ադրբեջանում ուղիղ հայտարարեցին, չէ, ասեցին միջազգային իրավակարգը փլուզվել է, միջազգային իրավունք չկա։ Միացյալ Նահանգները նույնն է ասում, Ռուսաստանը նույնն է ասում։ Դա նշանակում է բոլոր հարցերը լուծվում են ուժով։ Հայաստանը ով ինչ ուզում է տրամադրում է, եթե այս իրավիճակը կարելի է խաղաղություն անվանել, ես չգիտեմ, այսպիսի խաղաղություն չի լինում։ Լուր չկա Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրից, երբ այն վերջնական տեսքի կբերվի, հայտնի չէ։ Պարզ է միայն, որ Բաքուն հստակ նախապայմաններ ունի։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանից պահանջում է ոչ միայն սահմանադրության փոփոխություն, այլև թրիփ նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։